Իսրայելա-պաղեստինյան եւ ուկրաինական ճգնաժամերին դրա հոսի առաջին տողերը զիջած սիրիական հակամարտությունը զարգանում է թեժ ռազմական գործողություններով, բնակելի թաղամասերի հրթիռակոծմամբ եւ ականապատ մեքենաների պայթյուններով։ Տարբեր խնդիրներ լուծող լրատվամիջոցներ ոչ նախկին պարբերականությամբ, բայց հաղորդում են կառավարական զորքի կամ զինյալների հաջողությունների մասին։ Ծայրահեղականների աղբյուրները եւ ոչ միայն տեղեկություններ են տարածում Սիրիայի քրդերի եւ իսլամական պետության զինյալների միջև բախումների մասին։ Ինստիտուցիոնալ կառույց հիմնած իսլամիստները բնական պաշարներով հարուստ տարածքներում իրենց վերահսկողությունն են փորձում պահպանել։ Ռազմական հաջողությունները պայմանավորում են նաև առանձին շրջանների ռելիեֆը եւ կենտրոնացված ռեսուրսները։ Մայրաքաղաք Դամասկոսի մերձակայքում սպանված ծայրահեղականները տասնյակներով են հաշվվում։ Հայտնաբերվել են նրանց զինամթերքի թաքստոցները, տեղափոխելու թունելները, հաղորդվում են զինյալների կանխված հարձակումների մասին։ Հալեպը լքված է, պայթյունների քաղաք է դարձել։ Այս իրավիճակում քրիստոնյաների թաղամասերում տներ են գնում արաբները, քաղաքի հայկական թաղամասերը ռազմական գործողությունների էպիկենտրոնում են։ Վերջին տեղեկությունը Նոր Գյուղում եւ Ճալայում պայթյունների մասին է եւ զոհված 4 հայերի, որից 2-ը կանայք։ Այնտեղ նաեւ ջրի եւ էլեկտրաէներգիայի խնդիրն ավելի են սրում ճգնաժամը։ Կենցաղային վիճակը շատ վատ է, այսինքն շաբաթները ի վեր ջուրը ընդհատման մեջ է, հազիվ գճարեն խմելու ջուր, երբեմն օրեր, շաբաթներ չեն գնալ լոկնալ, իսկ էլեկտրականությունը հազիվ օրական 1 կամ 2 ժամ կա, այդ պատճառով ջուրն անշուշտ չեն գնալ լացիով մատակարարվիր։ Թուրք-սիրիական սահմանին իսլամիստներից ազատագրված Քեսաբում թեև խաղաղ է, Հալեպի պես այստեղ եւս ջրի խնդիր կա։ Լավ է Քեսաբ, լավ է, ամենքը նորմալի գտարնագոր։ Ջուրի տակնապ ունենք։ Եлекտրական կոդիկները կողքած են, որ երեքտարաջուն կապահով է ջուրի պոմպերուն, ադոն կողքած են, ադոն կապահով են մեգնած, նորմալնա։ Իսկ Սիրիան այսօր տոնում է բանակի կազմավորման 69-ամյակը։ Սիրիական պետական ՍԱՆԱ լրատվական գործակալությունը հաղորդում է, որ զինվորականներին ուղղված իր խոսքում նախագահ Բաշար Ալ-Ասադը հպարտությամբ ընդգծել է նրանց հերոսությունն ավելի քան 3 տարի շարունակվող հակամարտության ընթացքում։ Սիրիական բանակը շարունակում է պաշտպանել հայրենիքը, ոչնչացնելով թշնամիների երազանքներն ու ծրագրերը։ Մեր զինվորները եւ նրանց հերոսությունը տեսած Սիրիայի քաղաքացիները երբեք չեն հրաժարվի իրենց օրինական իրավունքներից։ Սիրիական հակամարտության զոհերի թիվը ՄԱԿ-ի տվյալներով անցնում է 150 000-ից, հայերը 100-ից ավելի են։ Փախստական է դարձել 2 միլիոն, ներքին տեղահանված 4 միլիոն սիրիացի։ Անի Ավետյան, ժամը լրատվական։